Մամուլում արկա տեղեկությունների համաձայն մարտի 13-ին կառավարության հաշվեկշռում գրանցված Toyota Land Cruiser Prado մեքենան Չարենցի փողոցում հանդիպակաց կերպով երթևեկել է։ Նա ոչ միայն խախտել է երթևեկության կանոնները, այլև այդ ընթացքում վտանգել է հետիոտների կյանքը։ Ես մեկնաբանություն եմ խնդրել վերլուծաբան Կարեն Վրդանեսյանից։ Բարև ձեզ, պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Պարոն Վրդանեսյան, կարծես թե գործող վարչախմբի իշխանավարների կամ նրանց անձնակազմի մոտ սովորություն է խախտել երթևեկության կանոնները եւ վտանգել մարդկանց կյանքը։ Ինչ կասեք այս մասով։ Դե կարծես թե սա արդեն մշակույթ է դարել, իշխանական, չգիտեմ, շարասյուներ ասեմ, փոխադրամիջոցներ ասեմ, ինչ ասեմ, սա կառավարական շարասյուների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի Շարասյան հետ կամ իրենց մեքենաների հետ ցավոք առաջի դեպքը չի, նմանատիպ եղել են դեպքեր, որոնց մասին հանրությունը չի իմացել, շատ այտենց հպանցիկ լուսաբանվել է, մոռացվել է արագ, եղել են դեպքեր ողբերգական Սոնա Մնացականյանի եւ իր չծնված երեխայի սպանության դեպքը, իդեպ Սոնան էլ անցնում էր հետիոտնային անցումով կանաչ լույսի տակ ու փաստորեն իր իսկ լույսի տակ անցնելով էլի Փաշինյանի այդ Շարասյան ավտոմեքենաներից մեկը, ուղեկցող մեքենաներից մեկը հարվածել էր ու սպանել էր։ Օրինակ, այս դեպքում էլ ճիշտ է, այդ մեքենան կառավարական համարներով այդ մեքենան կանգնում է, բայց ակնհայտ է, որ խախտում է անում, ակնհայտ է, որ հենց կանաչ լույսի տակ է, այսինքն հետիոտների կանաչ լույսի տակ, հետիոտները անցնում են, ինքը եւ հանդիպակաց է դուրս եկել եւ այդ զեբրայի վրայով էլ անցնում է։ Դե սա ուղիղ հետևանք է անպատժելիության իրենց ու ոնց հասկացա դա ԿՊ-ի այդ բանի գրասենյակի այդ հատվածում է եղել, հա, դատելով տեսանյութից ու փաստորեն այդտեղ էլի կանգնած էին ոստիկանական մեքենաներ, բայց արդեն սա լրիվ նորմալ է իրանց կողմից։ Ու ասեմ, որ պատկերացնենք ինչքան դեպքեր են լինում, որոնց մասին ուղղակի չենք էլ իմանում։ Օրինակ Սոնա Մնացականյանի սպանությունից մոտավորապես մի տարի առաջ էլի եղել է դեպք, ընդ որում վիրավորներով ու ծանր վիրավոր է եղել նաև տեղափոխվել է հիվանդանոց եւ այլն, այդ դեպքը լրիվ մոռացվել է էլի այդ Շարասյան մեքենաներից մեկի հետ կապված։ Մի խոսքով սա ըստ էության համակարգային անպատժելիության հետ գործ ունենք ու շատ վատ բան եմ ասում, բայց այսպիսի միջադեպերը, իսկ գուցե ավելի ողբերգական միջադեպերը լինելու են անխուսափելի, եթե այս ոճը չփոխվի իրանց։ Իսկ ոճը այն է, որ ինչ ուզում ենք անում ենք, չգիտեմ, Նիկոլի հետ ենք, ուրեմն ինչ ուզենք կանենք։ Ընդհանրապես կարծես թե ամբողջ քաղաքը եւ ամբողջ հանրապետությունը դարձել է պատանդ այդ Շարասյան, որ մի տեղից մյուս տեղ են գնում, մարդկանց ստիպում են 15 րոպե, 20 րոպե, կես ժամ ինչ որ սպասել։ Այսինքն փոխանակ նորմալ վարեն, չէ, ամբողջ քաղաքը կանգնացնում են, ամբողջ քաղաքը կաթված են անում, բառացիորեն 3 էլի նման իրավիճակի հետ ես եմ անձամբ բախվել, որ պետք է անցնի Շարասյունը, դրա պատճառով երկար ժամանակով այնտեղ հրապարակի վրա նույն ոստիկանները ինչ որ իրար վրա են գորգոռում, ստեղից այնտեղ են վազում, հա, լրիվ ինչ որ տեն սուիտա, հա, այդ բառը շատ լավ նկարագրում է, մարդկանց մեկ հետիոտներին ասում են կարմիր լույսի տակ անցեք, մարդկանց վրա բան են անում, թե շուշուտ անցեք, հետո ավտոմեքենաներին են ասում կարմիր լույսի տակ քշեք, մի կանգնեք, բայց այդ ամբողջ ընթացքում այդ Շարասյունը ոչ էլ կա ու տենց վաղագին ժամանակ անցնում։ Մի խոսքով, այս իրավիճակը, որ տենց հանրապետությունում կա միայն մեկ մարդ, որ կարող է ազատ տեղաշարժվի, մնացած բոլորը
պետքա հարմարվեն իր քմահաճույքներին եւ իր շարասյան գրաֆիկին, այս ասենք ինչ ասեմ, sense տիպիկ այն ասիական բռնապետության ինչ որ դրսևորումներ են, էլի, որոնք գնալով ավելի ակնհայտ են դառնում ու ցավոք գնալով ավելի համակարգային է դառնում այս ամեն ինչը, այդ թվում եւ անպատժելիությունը։ Իդեպ հիշեցնեմ, որ Սոնա Մնացականյանի գործով արդեն համարյա 3 տարի է շարունակվում է սկզբից քննություններ, հիմա դատը անընդհատ ձգձգվում է, անընդհատ հետաձգում են, ժամանակ են ապացույցները ոչնչացվում են, ապացույցները կորում են ճակերտներով, հա, ակնհայտ մեղավոր անձիկ կամ մարդիկ, որոնք առնվազն պատասխանատու են, հա, օրինակ Շարեսյան ղեկավարը, այդ մարդկանց հանդեպ գործեր չեն հարուցվում, գործեր վարույթներ, մի խոսքով, այսինքն համակարգային անպատժելիություն, էսա ճիշտ եզրը, ճիշտ տերմինը, համակարգային անպատժելիություն։ Ու սա խրախուսվում է, ակնհայտ է, որ խրախուսվում է ամենավերևից։ Շնորհակալ եմ հետաքրքիր մեկնաբանության համար, պարոն Վրդանեսյան։ Սիրելի մեզ դիտող մարդիկ, թեմայի շուրջ ես մեկնաբանություն էի խնդրել վերլուծաբան Կարեն Վրդանեսյանից, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, կհանդիպենք։